Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը, ով համարվում է առաջին փոխքաղաքապետը, վերջին օրերին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Լուրեր կան, որ սեպտեմբերի սկզբին Կոտայքի մարզպետարանի շենքի դիմաց օրը ցերեկով փոխքաղաքապետը, նրա բանակային տարիքի որդին եւ ընկերները դաժանորեն ծեծել են Ծաղկաձորցի մի տղայի, նա ստացել է բավականին ծանր վնասվածքներ, հատկապես գլխի շրջանում։ Ավելի ուշ միջադեպի վայրը ժամանել ոստիկանությունը եւ հարուցվել է վարույթ։ Քանի որ բռնություն գործադրող կողմը քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ են, քննությունը տեղից չի շարժվում։ Ոչ դատախազությունը, ոչ քննչական կոմիտեն փութաջանություն չեն դրսևորում ՔՊԱ-ականներին բերման ենթարկելու պատժելու համար։ Ծաղկաձորից մեզ փոխանցեցին, որ Եղիազարյանը մշտապես պարծենում է, թե իր հովանավորը ՔՊ խմբակցության падգամավոր Ծաղկաձորցի Վաղարշակ Հակոբյանն է, ում աջակցությամբ էլ նա նշանակվել է բարձր պաշտոնի, սակայն մեզ ցավոք չհաջողվեց Հակոբյանի հետ զրուցել, պարզելու եղելությունը։ Չկարողացանք նաև փոխքաղաքապետին գտնել, թեև գործադրեցինք բավարար ջանքեր։